Այսօր մեր արտաքին պարտքը, ինչպես ասացիք, 14 միլիարդի սահմաններում արդեն, պետական պարտքը ընդհանրապես ոչ թե արտաքին պարտքը, բայց եկեք մի փոքր պատմական անդրադարձ անենք, մեր պետական պարտքը ինչքան է եղել 2018 թվականին, որ այս իշխանությունը եկել է 2018 թվականին մեր պետական պարտքը եղել է 6.5 միլիարդի սահմաններում։ Այս 7.5 տարվա ընթացքում իրենք տարեկան մոտավորապես 1 միլիարդ դոլարի չափ պարտք են վերցրել, եթե բաժանում ենք 14 միլիարդի եւ 6.5 միլիարդի տարբերությունը այս 7.5 տարվա վրա։ Ստացվում է, որ սրանք տարեկան 1 միլիարդ դոլարի պարտք են վերցրել։ Եվ մի քիչ որ ավելի հետ են գնում, տեսնում ենք, որ 2008 թվականին մեր արտաքին պարտքը եղել է 1.5 միլիարդ։ Պետական պարտքը ավելի ճիշտ կներեք, եղել է 1.5 միլիարդի սահմաններում։ Այսինքն մենք այս իշխանությունները ավելի շատ կրկնակի անգամ պարտք վերցրել, քան 2008-18 թվականի իշխանությունները։ Եվ այդ արտաքին պարտքը դարձնելով 14 միլիարդ դրամ, դոլար, մեր ժողովուրդը իր մաշկի վրա դրա բարելավումը, դրա լավ կողմերը չի տեսել։ Այս պարտքից, արտաքին պարտքից օգտվել են մենակ իրանք։ Բերել են, որպեսզի լցնեն իրենց գրպանները, բերել են, որպեսզի լցնեն իրենց շրջապատի գրպանները։ Դիցուք հենց վերջերս շատ շրջանառվող, շատ խոսվածվող հենց այդ պարգևաճարներն են, որ այս իշխանությունները իրենց պարգևատրում են։ Պարգևատրում են ու պարգևատրում են ավելի մեծ, ավելի շատ գումարներով, քան պարգևատրել են նախորդ իշխանությունները։ Ուրեմն տեսեք, ես դիցուք բերեմ հենց օրինակը Երևան քաղաքապետարանում տրվող պարգևատրումները, տեսեք, Երևանի քաղաքապետարանում վերջին 4 տարվա ընթացքում 7 անգամ ավելացել է պարգևատրումները, 7 անգամ։ Ուրեմն պարգևատրումները 3 տարվա օրինակ բերեմ, 2024 թվականին պարգևատրման բյուջեն, պարգևատրման գումարը եղել է աշխատավարձի գումարի 5%-ը։ 2025 թվականին եղել է 714 միլիոն, նախատեսված է եղել 714 միլիոն դրամ, եւ որը կազմել է ուրեմն աշխատավարձային ֆոնդի 8%-ը։ 2026 թվականին ուրեմն 1 միլիարդ 128 միլիոն է նախատեսում պարգևատրել, որը կազմում է աշխատավարձային ֆոնդի 12.5%-ը։ Բայց 2025 թվականին, որ նախատեսված է եղել 714 միլիոն դրամ պարգևավճար, այս իշխանությունները, Երևանի իշխանությունները 9 ամսվա դրությամբ կրկնակի անգամ տարեկան հատկացվող գումարի, նախատեսվող գումարի կրկնակի անգամ պարգևատրում են տվել իրենց։ Դեռ ուրեմն Երևանի բյուջեի ուրեմն կատարողականը չկա, կա վերլուծություն 9 ամիսների, ուրեմն սեպտեմբերի դրությամբ Երևանի քաղաքապետարանը ինքն իրեն պարգևատրել է 1.4 միլիարդ դրամի։ 1.4 միլիարդ դրամի։ Դեկտեմբեր ամսին Երևանի իշխանությունները իրենց պարգևատրել են 381 միլիոն դրամի, բայց պարգևատրումները չեն ստացել ամբողջ անձնակազմը։ Հիշեցնեմ, որ Երևանի քաղաքապետարանում կա 2300 հոգի աշխատող։ 2300 հոգի աշխատողներից պարգևատրվել են 641 հոգի։ Ես տեղից ենթադրում եմ, որ այս պարգևավճարները ստացել են ավելի բարձր օղակներում աշխատող աշխատակիցները։ Ինչ վերաբերվում է Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե լավ են, պետքա լավ վարձատրվեն, որ լավ հագնվեն, խի մնացած մեր քաղաքացիները լավ հագնվելու իրավունք չունեն, խի թոշակառուները լավ հագնվելու, լավ ծնվելու, լավ ապրելու ցանկություն չունեն, ինչ որ դուք ունեք։ Այդ ինչի դուք կարող եք լավ հագնվել, թոշակառուն չի կարա լավ հագնվի։ Կամ ոչ միայն թոշակառուն, մնացած մարդիկ, ովքեր աշխատում են պետական համակարգում, ովքեր աշխատում են համայնքային հիմնարկներում, հիմա նույն համայնքային հիմնարկներում աշխատողները, ովքեր որ ստանում են 150-160 հազար դրամ աշխատավարձ։ Հիմա իրանք ցանկություն չունեն լավ աշխատել, լավ ապրելու, լավ ծնվելու եւ լավ հագնվելու, լավ վարձատրվելու եւ բարձր վարձատրվելու, բարձր պարգևատրվելու։ Այդ ինչպես է լինում, որ Երևանի քաղաքապետարանի աշխատակազմը պաշտոնյաները վարձատրվում են մոտավորապես 600 հազար դրամով դեկտեմբեր ամսին, բայց մնացածները չէ։ Ասենք ուրեմն պարգևատրվում են սահմանափակ քանակությամբ մարդիկ 641 հոգի։ Որ համայնքային հիմնարկի, որ աշխատող 594 հազար դրամի վարձատրություն պարգևաճար ստացել դեկտեմբեր ամսին։ Մի հատ իսկ կպատասխանեք, սիրելի երևանցիներ։ Չկա այդպիսի բան։
Դուք բավարարվում եք կամ ձեզ բավարարում են այդ ձեր ստացած 150-160 հազար դրամ աշխատավարձով որոշակի դեպքերում ավելի ցածր, մինչև անգամ նվազագույն աշխատավարձ ստացող աշխատողներ կան Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող հիմնարկ ձեռնարկություններում։ Իսկ նորից եմ կրկնում, ԿՊԱ-ական իշխանությունը Երևան քաղաքի եւ Հայաստանի Հանրապետության ճոխ ապրում են։ Ճոխ կոմունալները իրենց հերթին են թանկ։ Ուրեմն դեղերը իրենց հերթին են տակ, սննդամթերքը իրենց հերթին է թանկացել։ Բայց Նիկոլ Փաշինյանն ասում է, որ 20,000 դրամով բարձրացնենք թոշակառուի թոշակը։ Չգիտես, թոշակառուն կարող է դրանից երևի ինֆարկտ ստանա, էլի, իր մոտորապես խոսքերը դրան էին տանում, կարող է չդիմանա այդ 20,000 դրամին։ Այսինքն իրանք 20,000-ը ասում էր կառավարության իշխի ժամանակ, երբ որ ասում էր ուսումնասիրել եմ մի հատ քաղաքացու ուրեմն պայմանները ապրելու, որ ուրեմն ջերուցման համար կամ տանը էլեկտրաէներգիա օգտագործելու համար օգտագործում է այսքան, բայց որ բարձրացնենք, բան չի փոխվել իր կյանքում։ Իսկ ազգային ժողովում հայտարարում էր, ասում էր, որ 10,400 դրամով բարձրացնենք, ինչ անելու թոշակառուն։ Ինչ պետք է անի թոշակառուն։ Դուք որ միլիոններով աշխատավարձ եւ միլիոններով պարգևատրում եք ստանում, ինչ եք անում այդ գումարը։ Ում եք կերակրում այդ գումարը։ Ձեր ընտանիքին, չէ՞։ Ուր եք տանում այդ գումարները, ձելուսում եք ձեր հաշիվների վրա, չէ՞, շվեյցարական եւ այլ բանկերում գործող։ Այդ ոնց է դուք կարող եք միլիոններով, եթե ճիշտ եմ հիշում, մեկ տարվա ընթացքում 18 միլիոն դրամի մենակ Նիկոլ Փաշինյանը պարգևատրվել էր։ Ճիշտ է, ինքը այդ պարգևատրմանը չի նայում, ես համոզված եմ, Միքայել եկամուտներ ունի իմ կարծիքով, չգիտեմ, ըստ օդում լուրերի, բայց այդ ոնց է դուք կարող եք կամ ձեր աշխատակազմը կամ կառավարության անդամները կարող են բարձր վարձատրվել, բարձր պարգևատրվել, բայց շարքային քաղաքացին կամ ձեր լեզվով ասած 3 միլիոն վարչապետերը, չէ, պետքա բավարարվեն այն ինչան որ ստանում են, ասում գնա խանութից քարտով գնում արա, որ դրանով քո թոշակը բարձրանա, հələ տեսեք ոնց են խափում այս ժողովրդին։ Ժողովուրդը իրավունք ունի լավ ապրելու, ինչպես իրավունք ունեք դուք լավ ապրելու, 10 անգամ, 100 անգամ ավել պետքա ժողովուրդը լավ ապրի, որովհետև դուք եկել եք այս ժողովրդի քվեով, որովհետև դուք եկել եք ժողովրդի խոստումներ տալով, սուտ խոստումներ, սուտ, որովհետև ձեր տված խոստումներից ոչ մեկ չի իրականացել։ Դեկտեմբերին 25 թվականի առաջարկով դիմել էի Տիգրան Ավինյանին, ասելով, որ Երևան համայնքի մանկապարտեզների եւ պոլիկլինիկաների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացրու։ Ինչ պատասխանեց Տիգրան Ավինյանը կամ իր գրասենյակից, ասում են, ուրեմն պոլիկլինիկաների աշխատավարձերը մեր տիրույթում չի, դա նախարարի տիրույթում է։ Okay, լավ, նախարարի տիրույթում է, անցանք առաջ պոլիկլինիկաները կամ բուժհաստատությունները։ Մանկապարտեզների մասով պատասխանում ասում է 2024 թվականի փետրվարին մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձերը բարձրացել են 15-ից 30%-ով, որը կազմել է բյուջեի վրա 2 միլիարդ դրամ անդրադարձել կամ ծանրացել։ Տեսեք, ուրեմն 24 թվականի փետրվարից մինչև 26 թվական Երևանի քաղաքացին գույքահարկը 1-ին 1 ավելավճարելու։ Այսինքն 24 թվականին Երևանի քաղաքացին գույքահարկը վճարել է 13.5 միլիարդ դրամի, ընդհանուր ուրեմն գումարով եմ ես ասում, Երևանում հավաքագրվել է 13.5 միլիարդ դրամի գույքահարկ, 26 թվականին նախատեսումը հավաքագրել 26 միլիարդ 753 միլիոն դրամի գույքահարկ։ 1-ին 1 գույքահարկը բարձրացել է, բայց ասում է մանկապարտեզի աշխատողը թվավարարվի այն ինչով բարձրացել եմ 24 թվականին 30%-ով։ Ուրեմն 24 թվականից 26 թվական տրանսպորտը 50%-ով թանկացել է, ասում է չէ, պետք է բանը մանկապարտեզների աշխատողները բավարարվեն նրանով, ինչքան որ ես բարձրացել եմ 30%-ով։ Եվ ընդհանրապես ոչ միայն մանկապարտեզի աշխատողները, ընդհանրապես մեր կյանքում երկի 2-3 տարում թանկացումներ, բարձրացումներ են, բայց աշխատավարձը չի բարձրանում, աշխատավարձը մենակ իրանց համար է բարձրանում կամ վարձատրությունը ավելի ճիշտ, վարձատրությունը կլինի, ուրեմն պակյավճար կլինի, հավելավճար կլինի, խրախուսումներ կլինեն, դա միայն իրենց համար է։ ԿՊԱ-ականների եւ պետական եւ համայնքային բարձր ուրեմն մակարդակում աշխատող աշխատակիցների համար է։ Շարքային քաղաքացու համար չի, ժողովուրդ ջան, չգիտես ոնց են դրանք դա մեկնաբանում։ Ու հիմա ինձ ասում է, որ մի անգամ բարձրացրել ենք աշխատավարձը, դա բավարար է։ Հիմա չեն բարձրացնում։ Պատկերացնում եք։